Մերձավոր արևելքում լարվածությունն աճում է, նավթային շուկան ցնցվում է, իսկ Ալիևի ռեժիմը փորձում է չակերտավոր կարգապահության և լայն կապերի պատրանք ստեղծել։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողիկ հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Ալիևի ռեժիմը հերթական մեծ վտանգով է վախեցնում հասարակությանը։ Ադրբեջանում կրկին խոսում են անխուսափելի ճգնաժամի մասին։ Հաքին ազին տված հարցազրույցում քաղաքագետ Ռաշադ Ռզաքուլիևը հայտարարում է, որ աշխարհում սկսվել է նոր վերաբաշխում, իսկ Մերձավոր Արևելքում սուր ճգնաժամը ըստ նրա շատ մոտ է։ Նա պնդում է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի իրադարձություններով սկսել է նոր աշխարհաքաղաքական խաղ, որի նպատակը Եվրոպական միության, Չինաստանի և նրանց դաշնակիցների թուլացումն է։ Այս ֆոնին Իրանը ներկայացվում է որպես ԱՄՆ-ի թիվ 1 հակառակորդ և Ադրբեջանի համար հիմնական սպառնալիք։ Նա նաև չի բացառում Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ռազմական ճնշման փորձը և Թուրքիա-Իսրայել ուղիղ բախման հնարավորությունը։ Այսպիսով սոցիալ-տնտեսական խնդիրներով ծանրաբեռնված երկրի պայմաններում Ալիևի իշխանամերձ շրջանակները հերթական անգամ հասարակությանը պահում են մշտական վախի ու արտակարգ իրավիճակի մթնոլորտում։ Թուրքիա-Իսրայել բախման վտանգը սրվում է։ Չնայած Թրամփի խոստումներին, որ Թուրքիան և Իսրայելը երբեք չեն պատերազմելու, Սիրիայում իրավիճակը ցույց է տալիս հակառակը։ Հաքին ազի փոխանցմամբ Իսրայելը շարունակում է ցուցադրել իր բարձր տեխնոլոգիական ռազմական կարողությունները, իսկ Թուրքիան վերջին 15 տարում գրեթե ինքնուրույն զինվում է արտադրելով անօդաչուներ, նավեր և սեփական կործանիչ, որը նախատեսված է 2028-ին։ ՆԱՏՕ-ի աջակցությամբ Թուրքիան ամրապնդել է դիրքերը ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի երկրների հետ, իսկ Իսրայելը թուլացած գազային գործողություններից հետո ակտիվացնում է համագործակցությունը Հունաստանի և Կիպրոսի հետ արևելյան միջերկրականում մրցակցությունը սրելու նպատակով։ Օրերս Բաքու է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Մաքվեյն Մալինի գլխավորած պատվիրակությունը օրենսդիրների հետ, որոնք հանդիպել են Իլհամ Ալիևին։ Մալինը հայտնի է որպես Դոնալդ Թրամփի անձնական ընկեր և ազդեցիկ դաշնակից Սենատում։ Բլումբերգը նշում է, որ Մալինի անմիջական կապը Թրամփի հետ նրան ապահովել է բարձր դիրքով և ազդեցությամբ։ Նրա այցը Բաքու ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես է Ալիևի ռեժիմը հպարտորեն ցուցադրում չակերտավոր թեժ քաղաքական շփումները ԱՄՆ-ի հետ, մոռանալով իրականում, թե որքան մեծ է կախվածությունը։ Մադուրոյի առևանգումը սպառնալիք Ադրբեջանի բյուջեին։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ջոկատայինները գործողություններ իրականացրին Վենեսուելայի նախագահի դեմ, նավթային շուկան ցնցվեց։ Բրենթը իջավ 0.7%-ով հասնելով մինչև 60.33 դոլարի, WTI-ը 0.54%-ով հասնելով մինչև 56.1 դոլարի։ Goldman Sachs-ի վերլուծաբանների գնահատմամբ նույնիսկ նվազագույն աճը Վենեսուելայում կարող է ավելացնել նավթի մատակարարման ծավալը, իջեցնել գները և սեղմել երկրների, այդ թվում Ադրբեջանի բյուջետային եկամուտները։ 2026-ին Բաքվի պետական բյուջեում նավթի գինը հաշվարկված է 65 դոլար մեկ բարելի դիմաց ու ցանկացած կայուն անկում այս շեմի տակ անմիջական հարված կլինի եկամուտներին։ Այսպիսով Թրամփի և ամերիկյան ռազմավարների մադուրոյական գործողությունը դարձել է ոչ միայն Վենեսուելայի, այլև Ադրբեջանի տնտեսական ճակատագրի սուր գործոն։ Ալիևի նավթային ընկերությունը միջազգային պատժամիջոցների թիրախում։ Ադրբեջանի պետական ադրբեջանական Կասպյան ծովային նավագնացություն ընկերությունը փորձում է վիճարկել միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել են ռուսական ծագման նավթի հնարավոր փոխադրումների կասկածանքով։ 2025-ին Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցների են ենթարկել ASCO-ին պատկանող և համատեղ սեփականության մեջ գտնվող 5 նավ։ Ընկերությունը հայտարարում է, թե չի խախտել սահմանափակումները և սկսել է իրավական գործընթաց։ Բողոքարկման արդյունքները դեռ անհայտ են, մինչդեռ պատժամիջոցները կարող են լուրջ հարված հասնել ընկերության ֆինանսական վիճակին։ Մուլտիկուլտուրալիզմը Ադրբեջանում մանկական խտրականության նոր դրսևորում։ Ադրբեջանում ևս մեկ դեպք է գրանցվել, որտեղ թալիշ երեխային իր մայրենի լեզվով պատասխանելու համար ուսուցչուհին ֆիքսել է տեսախցիկով ու հրապարակել համացանցում, ներկայացնելով նրան և նրա լեզուն որպես զվարճալիք։ Մասնագետներն ընդգծում են, որ նման դեպքերը հոգեբանական վնաս են պատճառում ոչ միայն երեխային, այլ ողջ թալիշական համայնքին, որը մշտապես բախվում է մշակութային և լեզվական խտրականության։ Փորձագետները նշում են, որ նման վարքագիծը պարբերական է ու համարվում է պետական քաղաքականության շարունակություն, ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերահսկողություն և ճնշում իրականացնելու նպատակով։
Ադրբեջանցուն արտաքսել են Մոլդովայից մարդկանց վրա հրավառության ճայթուկներ արձակելու համար։ Մոլդովայի միգրացիոն ծառայությունը երկրից արտաքսել է 25-ամյա ադրբեջանի քաղաքացու, նրան 5 տարով արգելելով մուտք գործել հանրապետություն։ Մոլդովական լրատվամիջոցների փոխանցմամբ ամանորի գիշերը Քիշնևի մեծ ազգային ժողովի հրապարակում անցկացվող մշակութային միջոցառման ընթացքում Ադրբեջանի քաղաքացին հրավառության ճայթուկներ արձակել ուղիղ մարդկանց բազմության մեջ, վտանգելով ներկաների կյանքն ու անվտանգությունը։ Այսպիսով, մինչ Ալիևի իշխանությունները արտերկրում փորձում են ներկայանալ որպես կարգապահ եւ ժամանակակից Ադրբեջանի ներկայացուցիչներ, իրականությունը հերթական անգամ պայթում է, այս անգամ բառացիորեն եվրոպական մայրաքաղաքի հրապարակում։ Թուրքական սերիալների դերասանները ձերբակալվել են թմրամիջոցների եւ պորնոգրաֆիայի տարածման կասկածանքով։ Խոսքը հրաշալի դար սերիալի դերասանուհի Էզգի Էյուբուլօղլի եւ դերասան Դողուքան Գյոնգերի մասին է։ Ընդհանուր առմամբ գործում ներգրավված են 26 մարդ, որոնց թվում է նաեւ Ֆեներբախչե ֆուտբոլային ակումբի նախագահ Սադեթին Սարան։ Այս դեպքը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ իրականում թեժ սերիալային կյանքը հաճախ դաժանորեն հատվում է իրական աշխարհի մյութ սյուժեների հետ։ Ադրբեջանցի դատավորը ազատվել է աշխատանքից թիկնոցը ոչ նպատակային օգտագործելու համար։ Աստարայի շրջանային դատարանի դատավոր Իլգար Մամեդովի լիազորությունները վաղ ժամկետ դադարեցվել են Ադրբեջանի դատական իրավական խորհրդի որոշմամբ։ Հաքին Ազի փոխանցմամբ որոշումը հիմնված է դատավորների էթիկական վարքագծի կանոնագարքի խախտման վրա։ Դատաիրավական խորհրդին իբր ուղարկվել են լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքում գտնվող դատավորը դատական նիստերի համար նախատեսված թիկնոցով ծածկում իր մեքենայի տանիքը այն վնասվածքներից պաշտպանելու համար։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։